Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, կրթության ոլորտի բոլոր սիրահարներին այսօր մենք ներկայացնելու ենք Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանություն մասնագիտությունը, ինչպես այնտեղ այս մասնագիտությունը կազմակերպվում եւ իհարկե արդի կրթական խնդիրները, առհասարակ հոգեբանություն մասնագիտությունը ինչպես են կալվում մեր երկրում եւ ինչպիսի զարգացման հեռանկարներ ունի։ Այս թեմայի շուրջ ես զրուցելու եմ հրավիրել Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարի Քելոյանին, բարև Մարի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ, եւ այսպես հոգեբանի մասնագիտությունը միշտ եղել է հետաքրքրող մասնագիտությունների շարքում, նախկինում նույնպես, հիմա փոխվել են մասնագիտությունների այսպես ճյուղերը, ուղղվածությունը, սակայն հոգեբանի մասնագիտությունը դեռևս մնում է ակտուալ եւ հետաքրքրող, այո, մատաղ սերնդի նույնպես կարող ենք ասել։ Շատ բուհեր իհարկե այս ֆակուլտետում ունեն մեծ ծանրաբեռնվածություն, մենք խոսենք թե ձեր բուհում ինչպիսին է պատկերը, գիտեմ, որ այն բոլորովին վերջերս է ներդրվել ձեզ մոտ, մինչ այդ հետաքրքիր է հարցը, թե ինչու պետք է ընտրել հոգեբանի մասնագիտությունը, ինչն է այս առումով կարևոր ու հետաքրքիր։ Իսկապես հոգեբանությունը ակտուալ միշտ է եղել, սակայն կա հատկապես մեր հայ հասարակության մեջ այդպիսի կարծրատիպ, ովքեր են գնում հոգեբանի մոտ, ախր մեզ մոտ այդպես ընդունված չի այցելել հոգեբանին եւ դրանով պայմանավորված այդքան էլ չի կարեւորվում հատկապես ծնողների կողմից, եթե նրանք ուղղորդելու են իրենց երեխաներին հոգեբանություն, մասնագիտություն ձեռք բերել։ Սակայն վերջին զարգացումները, պատերազմ, հետպատերազմյան ժամանակաշրջան ցույց տվեց, որ հոգեբանի մասնագիտությունը ունի խիստ պահանջարկ եւ դրա մասին խոսում են նաեւ մասնագետները։ Հարցը պարզապես նրանում է, թե որքանով է դրա մասին իրազեկված հանրությունը։ Իսկ ես վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր մարդ, ով գնում է հոգեբանի մոտ, դրա մասին չի բարձրաձայնում եւ իրազեկում բոլորին։ Դրա համար գուցե սա այն մասնագիտություններից է, որի պահանջարկը պիտի մենք ճշտենք մասնագետներից եւ ոչ թե այցելուներից։ Շատ լավ։ Մարի, բնականաբար յուրաքանչյուր բուհ ունի իր կրթական ծրագիրը, չափորոշիչները, որոնք թեպետ համաձայնեցվում են պետական չափորոշիչներին, այնուամենայնիվ այստեղ անհատական այո ուղղվածություն էլ կա։ Ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ինչով է տարբերվում իր կրթական ծրագրերը, ինչով են առանձնանում, ենթադրենք, եթե համեմատենք այլ բուհերի հետ։ Ինչով է տարբերվում Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանության մասնագիտությունը, առաջին հերթին նրանով, որ միակն է Հայաստանի Հանրապետությունում, որ ապահովում է կրթություն, ինչպես տեղացի ուսանողների համար հայերեն լեզվով, այնպես էլ օտարազգիների համար, միջազգային ուսանողների համար, այո, անգլերեն լեզվով։ Դրան հավելենք, որ այս տարվանից, ինչպես մյուս մասնագիտությունների համար, այնպես էլ հոգեբանության, մենք ունենալու ենք երկու դիպլոմի կրթական ծրագիր, որի արդյունքում 4 տարի հետո բակալավրիական կրթության մասին է խոսքը գնում, ուսանողը կունենա ինչպես Հայաստանի Հանրապետության պետական նմուշի, այսինքն Հայաստանի Եվրոպական համալսարանի դիպլոմ հավատարմագրված, այնպես էլ եվրոպական նմուշի դիպլոմ, որը թույլ կտա ուսանողին լինել ավելի շարժուն, լինել ավելի դինամիկ, կարողանալ ապագայում նաև աշխատել այլ երկրներում։ Այսինքն ապահովում է դինամիզմը արդեն ավարտելուց հետո։ Դրանով իսկ առանձնանում է, որը կարծում եմ բավականին կարևոր գործոն է, երբ որ մենք մասնագիտություն ենք ընտրում, քանի որ երբեմն այսպիսի հարց է առաջանում. արդյոք ես կմնամ այստեղ, գուցե գնամ այլ երկիր, դիպլոմը կարող է այնտեղ անցնել, թե չանցնել։ Այո, կանցնի, այո, ձեր դիպլոմը։ Այո, իհարկե, քանի որ ինքը եվրոպական նմուշի դիպլոմ է, բնականաբար ինքը պիտի անցնի եւ կանցնի։ Չափորոշիչներն էլ համապատասխանեցված են։ Եվ հոգեբանի մասնագիտության մեջ բացի տեսական գիտելիքներից նաև շատ կարևոր է, ես կասեի նույնիսկ ավելի կարևոր է դրանք առօրյա կյանքում ներդնել, այսինքն անցնել պրակտիկ գործողությունների։ Իսկ դա պետք է փորձ ձեռք բերի տվյալ ուսանողը, այո, ուսումնառության տարիներին, եւ հետաքրքիր է, թե ինչ բնագավառներ եք ընտրում դուք այդ ուսանողների պրակտիկ գործունեությունը կազմակերպելու համար, որ ոլորտների հետ են նրանք առնչվում։ Եթե ես ճիշտ հասկացա, հարցը վերաբերում էր պրակտիկա
ճգնաժամերի վայրերը ինչպես են ընտրվում։ Ունենք պրակտիկաների մի շարք բազաներ, մանկական կենտրոններ, նախակրթարաններ, նուհեր, դպրոցներ, այսինքն դրանց սպեկտրը բավականին լայն է, մեծահասակների աջակցություն, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոններ, հոգեբանական կենտրոններ, սպեկտրը բավականին լայն է, ունենք մենք այդ բազան, բայց ամեն անգամ պրակտիկայի մեկնարկից առաջ մենք զրուցում ենք ուսանողների հետ, հասկանալու նրանց մասնավոր հետաքրքրությունները, որտեղ ավելի կցանկանան, կնախընտրեն իրենց պրակտիկան անցկացնել, եւ այդ առումով մենք բավականին ճկուն ենք, իսկապես իրացնում ենք ուսանողի նկատմամբ անհատական վերաբերմունքը եւ լինում է այնպես, որ քանի ուսանող որ մենք ունենում ենք, այդքան պրակտիկայի բազաներ ենք մենք նշում, որտեվ ամեն մեկը ունի իր սպეციფიկ հետաքրքրությունը եւ դա մենք հաշվի ենք առնում, չենք փորձում, որ հեշտացնել մեր գործը ինչ որ ձևով, բոլորին ուղարկել միտեղ եւ վերջ։ Այսինքն ուղարկում ենք շատ ըստ նախասիրությունների տարբերակված, զրուցելով նրանց հետ։ Այսինքն երեխաների հոգեբանություն, մեծահասակների, այո, եւ կան այլ թվարկելու այսպես ճյուղեր ասեմ, երևի թե ուղղություններ։ Կենտրոնները հիմնականում մենք, ինչպես ասացի, համագործակցում ենք ինչպես մանկական կենտրոնների հետ, այնպես էլ մեծահասակներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոնների հետ եւ ուսանողները իրենց նախընտրություններով դրանք կարող են լինել դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն կամ մեկ այլ տեղ, գուցե օրինակ այս տարի մեր ուսանողներից մեկը մեզ զարմացրեց, նա ցանկանում է պրակտիկան անցնել սպորտային ոլորտում, այսինքն սպորտի հոգեբանի գործառույթների հետ ծանոթանալ։ Դրա պահանջարկը կա Հայաստանում։ Ես կարծում եմ սպորտի ոլորտի հետ բոլոր մասնագիտությունների պահանջարկը կա, նաև սպորտի հոգեբանի, սակայն դա մի փոքր երևի մնում է մեր աչքից անտեսանելի, այո, անտեսանելի, շատ լավ։ Բայց իհարկե պահանջարկը կա եւ մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, փորձում ենք, որ նաև այդ ուսանողի մասնավոր պրակտիկան կարողանալ պատշաճ կերպով իրականություն դարձնել։ Հոգեբանական ամբիոնի դասախոսական կազմում ձեր բուհում կոնկրետ ավելի շատ գերակշռում են տեսական հոգեբանները, թե հենց պրակտիկ։ Ուրեմն տեսեք, քանի որ մասնագիտական կրթական ծրագիրը իրենում ունի բաղադրիչ եւ գիտելիքի մասով, ինչը տեսական է, ենթադրելի է, որ տեսական է, այնպես էլ կիրառական բնույթի վերջնարդյունքներ, հետեւաբար մենք կրթական ծրագրի իրացնողները դրանք դասախոսներն են, նաեւ ոչ միայն դասախոսները, բայց դասախոսները կրում են մեծ պատասխանատվություն։ Հետեւաբար նրանց ընտրությունը հենց այդպես էլ արվում է, մեր դասախոսական կազմը ունի ինչպես ակադեմիական ոլորտի նվաճումներ, այսինքն ունենք եւ տեսաբաններ, բայց պիտի նշեմ, որ բոլորը նաեւ պրակտիկ մասնագետներ են, պրակտիկ հոգեբաններ են, այնպես որ դա շատ կարևորում ենք մենք մեր դասախոսական կազմի ընտրության գործընթացում, քանի որ կարող են լինել այո շատ լավ մասնագետներ, բայց միայն տեսաբան, բացառիկ դեպքերում այո կարելի է նաև գնալ այդպիսի ընտրության, բայց պրակտիկ այո աշխատանքը նախընտրելի է, որովհետև այո այն տեսական գաղափարները, որոնք բացատրվում են լսարանային պայմաններում, կարիք ունեն փորձով ավելի այսպես ամրապնդելու եւ կապը ցույց տալու տեսականի եւ պրակտիկայի։ Իհարկե, Մարի, եւ եթե մենք վերցնենք տարիքային այսպես շրջաբաժանումները, միշտ նշվում է, որ առավել դժվար է աշխատանք տանել դեռահասության տարիքի, այո, աղջիկների կամ տղաների հետ, երեխաների հետ, ընդհանրապես եթե վերցնենք տարբեր տարիքի մարդկանց, այ որ տարիքում է մարդը առավել հակված հոգեբանական վայրիվերումների եւ որ տարիքում նա առավել հոգեբանի կարիք ունի։ Դուք արդեն ձեր խոսքում նշեցիք, կան հոգեբանության մեջ մի շարք տարիքային ճգնաժամեր, դրանցից մեծերից մեկը համարվում է հենց դեռահասության տարիքի ճգնաժամը, որի մասին հոգեբանները լավ են աշխատել, պիտի ասենք, եւ հասարակությունը գիտի դրա մասին, որ կա այո դեռահասության տարիքի ճգնաժամ։ Եվ դրանց թիվը շատ է կյանքի ընթացքում, մեծ ճգնաժամերից մեկը կյանքի կեսի ճգնաժամ եւ շատ են իրականում դրանք, բայց ես պիտի ասեմ, որ պարտադիր չի, որ յուրաքանչյուր մարդ ունենա ճգնաժամ,
կարող է ճգնաժամային փուլը անցնել աննկատ, սահուն կերպով, պայմանավորված մի շարք գործոններով, եւ արտաքին եւ ներքին անձնային ռեսուրսներով։ Ենթևերցնենք երեխաների հետ եւ մեծահասակների, որ տարիքում է, որ ավելի շատ դիմում են հոգեբանի եւ նրանց հետ տարվող աշխատանքը առավել մեծ պահանջարկ ունի։ Ես չեմ կարող տարանջատել հատուկ ինչ-որ տարիքային խումբ, որը նկատել է։ Որը այո, դեռահասների դեպքում մի փոքր երևի ավելի, քանի որ շատ է խոսվել, նորմատիվային են համարում նույնիսկ ծնողները, որ այդպես բան կարող է լինել։ Հասուն տարիքի, այո, այսպես 35, 40 տարեկան, բայց այստեղ արդեն նաև եթե կա ընտանիք, դա կարող է լինել ընտանեկան բնույթի խորհրդատվություն կամ զույգերի։ Իսկ եթե չկա ընտանիք։ Չկա ընտանիք, ինքը այնպիսի ճգնաժամը իր բնույթով այնպիսին է, որ ներքին սպասումներով պայմանավորված ճգնաժամ է, հա, կյանքի իմաստով պայմանավորված։ Դրա համար միայնակ թե ոչ միայնակ ճգնաժամ իր հարցադրումները միևնույն է անում։ Հետաքրքիր է, որ մարդը որքան մեծանում է խնդիրները եւ աշխարհի հետ բախումները ներքին, այո, իր ավելի շատանում են, բայց մենք երբևէ չենք նկատել մեծահասակներ, տարեց պապիկներ, տատիկներ եւ այլն, որոնք հոգեբանի հետ աշխատանքի կարիք ունեն կամ գոնե դիմել են։ Ինչպիսին է ըստ ձեզ այս հարցի պատկերը։ Շատ լավ նշեցիք, մենք չենք նկատել, իսկ ինչ որ մենք չենք նկատել, իրականում ամենևին չի նշանակում, որ դա գոյություն չունի կամ դրա կարիքը չկա։ Իրականում դա եւս շատ կարեւոր տարիքային փուլ է, հեռոնտոհոգեբանությունն է զբաղվում այդ հիմնախնդրով։ Նրանք եւս մեր ամենախոցելի տարիքային խումբն են, որտեղ նրանք պիտի պատրաստվեն մահվան եւ ընդհանրապես այդ տարիքային խումբը շատ խոցելի է եւ նրանց հետ աշխատանքը կարծում եմ խիստ կարեւոր է։ Ուրիշ հարց է, որ նրանք կարող են իրենց թույլ տալ հոգեբանի հետ աշխատանք, ես ուղիղ եմ ասում հենց ֆինանսական տեսանկյունից։ Եվ մյուս կողմից էլ մենք այդ քիչ առաջ ասեցի, որ շատ ստատիստիկա չունենք առերևույթ, թե որ տարիքային խումբն է ավելի շատ դիմում, բայց միանշանակ է, որ մեծահասակները եւս դրա կարիքը շատ ունեն եւ կարծում եմ, որ ինտերնատները ինչ որ չափով ինտերնատներում աշխատող հոգեբանները այդ հիմնախնդրի հետ առնչվում են անպայման, առանց կասկածի։ Մենք ունենք մատաղ սերնդի մեջ հետաքրքրություն հոգեբանության բոլոր ոլորտների նկատմամբ, այդ թվում ներառենք նաև տարիքային, այո, այս հոգեբանությունը, որի մասին խոսեցինք։ Նրանց այո հետաքրքրում է անպայման գնալ, անպայման զրուցել, բայց կայուն հետաքրքրություն, որ նրանք իրենց ամբողջ կյանքը անցկացնեն հենց մեծահասակների հետ, բնականաբար մենք պիտի հարցում անենք արդեն այնտեղ աշխատողների քանակը որքանով է համապատասխանում հենց երեկվա ուսանողին, այսինքն երիտասարդները ինչքան են, ինչ թվականակ են կազմում։ Ինքը հեշտ չի, անկեղծ պիտի լինեմ, ինքը հեշտ չի, բայց ինքը շատ պիտանի մի բան է։ Իսկ արդյունավետ է արդյոք։ Իհարկե արդյունավետ է։ Այդ տարիքում շատ կարևոր պահանջմունքներ կան՝ պիտանի լինելու, լսված լինելու։ Մենք իհարկե խոսում ենք հիմնականում բուհի հոգեբանություն ֆակուլտետի մասին, գիտեմ, որ 5 տարիային ներդրվել է ձեզ մոտ եւ արդեն լավ արդյունքներ ունեք, բնականաբար ավելի ընդլայնվում եք, ավելի դուք էլ նշեցիք, այո, տարերկրյա ուսանողների համար նույնպես բաց է դռները, բայց մի փոքր նորից անդրադառնանք հոգեբանի մասնագիտությանը, այ միջինում քանի այց է անհրաժեշտ հոգեբանին, որպեսզի խնդիրը ասես գոնե վերջնական, եթե չէ ամփոփ կարգով լուծվի։ Չկա այդպիսի բան, որ ես կարողանամ հիմա ասել թիվ, պայմանավորված է բնականաբար, պայմանավորված է խնդրով։ 2-3 այցն է բավական։ Վախերի պարագայում դրանք արագ կարող են տեղի ունենալ, նայած թե ինչ խնդիր է։ Օրինակ պատերազմից հետո հետտրավմատիկ ստրեսային խանգարումների պարագայում դեռևս շարունակվում են, այո, շարունակական լինում են դեպքեր մինչև կյանքի վերջ իհարկե։ Այսինքն, ձեր հարցը այնպիսի հարցերից է, որը կախված է խնդրի կորուստից, պատասխան տալ հնարավոր չէ, այո, պայմանավորված է, թե մենք ինչ խնդրի հետ գործ ունենք, ինչ ռեսուրսներով մարդու մոտ է այդ խնդիրը, եւ այսպես, այսինքն շատ գործոններ մենք մարդու անհատական, այո, որակները կամ բնավորության գծեր, այստեղ խառնվածքի տեսակ ամեն ինչը կապ ունի իհարկե։ Ինչպիսին է ձեր համագործակցության շրջանակը, եթե մենք ուղիղ օրինակով բերենք ձեր ուսանողները, դուք ընդհանրապես ում հետ եք համագործակցում իրենց պրակտիկան, օրինակ ուսանողները որտեղ են կարողանում այս ձեռք բերած տեսական գիտելիքները վերածել հմտությունների։
Ուրեմն ես քիչ առաջ խոսեցի պրակտիկայի մասով, որ մենք ունենք երկու անգամ իրենց 4 տարիների ուսումնառության ընթացքում պրակտիկա մեկական ամսով, սակայն դա ըստ պլանի։ Քանի որ մենք համագործակցում ենք բազմաթիվ կենտրոնների հետ, դրանցից է հերոսների վերականգնողական քաղաք, առաջնագծի հոգեբաններ, ինտիգամի կենտրոն, այսինքն այդ կենտրոնների թիվը բավականին շատ է։ Մենք չենք սահմանափակվում բացարձակապես պրակտիկայով, այսինքն մենք ունենք պայմանավորվածություններ, շատ օֆիցիալ պաշտոնական կերպով արված, մենք ունենք հուշագրեր կնքած այդ կենտրոնների հետ, որտեղ մեր ուսանողները կարող են արտալսարանային կամավորական աշխատանք իրականացնել։ Այսինքն սա հավելյալ հնարավորություն է ուսանողին լինելու մի վայրում, որտեղ պրակտիկ հոգեբանական աշխատանք է իրականացվում։ Բնականաբար դա երբեք շատ չի լինում։ Դրա համար մենք նաև կամավորականության դպրոցն ենք փորձում ներդնել եւ այդ հնարավորությունը մեր ուսանողներին տրվում է։ Մյուս կողմից նաև մենք պլանավորում ենք ունենալ արդեն մեր հոգեբանական կենտրոնը գից ամբիոնին, որը շատ լայն հնարավորություններ կտա մեր ուսանողներին, այսինքն այդտեղ կարող են դիմել մարդիկ եւ դա եւ օգնություն լինի նրանց եւ փորձառություն ուսանողներին։ Բնականաբար ավելի արդեն ավարտական կուրսի ուսանողներին, հիմնականում նրանց կվերաբերվի սա եւ անպայման մասնագետների վերահսկողությամբ եւ ես հուսով եմ, որ մեր երկու դիպլոմի կրթական ծրագրի շրջանակներում մենք կարող ենք իրականացնել դա մեկ օտարերկրացի սուպերվայզերի, մեկ տեղացի սուպերվայզերի միջամտությամբ, այո, որտեղ այս աշխատանքը ինքը պարտադիր պիտի իրականացվի մեկի վերահսկողության տակ, մասնագետի երկար տարիների փորձ ունեցող պրակտիկ մասնագետի, որպեսզի մենք չվնասենք մեր այցելուներին։ Այնչով կբացատրեք հանգամանքը, որ եթե մենք ֆիլմերից, գրքերից հասկանում ենք, որ արտասահմանյան երկրներում հոգեբանները հիմնականում տղամարդիկ են, իսկ մեզ մոտ կան եկայի, դա ինչով է պայմանավորված այս սեռային հստակ բաշխվածությունը։ Ես կարծում եմ կրկին կարծրատիպերն են աշխատում եւ պիտի ասեմ, որ շատ կարծրատիպեր արդեն արդեական չեն, մեր իրականությունը ավելի այլ է, քան դեռևս շարունակաբար գոյություն ունեցող կարծրատիպերը, այսօր դիմում են հոգեբանին, շատերն են դիմում հոգեբանին, բայց ասացի, որ դրա մասին չեն բարձրաձայնում։ Նկատի ունեմ հենց հոգեբանները իրենք, այսինքն տղամարդիկ հիմնականում չեն ընտրում այդ դրանով էլ պայմանավորված, նորից կարծրատիպեր։ Մտածում են, որ դա ավելի կնոջը բնորոշ, այո, հարիր մասնագիտություն է, բայց ամբողջ աշխարհում գիտենք, որ այդպիսի գենդերային տարբերակվածություն չկա, տղամարդ թե կին հոգեբան, այստեղ ընդհանրապես լավ մասնագետ լինելու, ինչպես շատ ու շատ այլ ոլորտներում։ Ես կարծում եմ, որ բոլոր մասնագիտությունների գծով տղամարդիկ առավել լավ որակ են ցույց տալիս, մենք դա փաստել ենք, բազմաթիվ ոլորտներում նկատի ունեմ, եւ եթե հոգեբաններ, տղաներն էլ ընտրեն հոգեբանության մասնագիտություն, վստահ եմ նրանց նույնպես շատ լավ կհաջողվի։ Վերջի մասով համաձայն եմ, առաջի մասով։ Այո, համաձայն չեք, այո, թույլ տվեք չհամաձայններ, օրինակ կամ օթաչուներ եւ այլն, տղամարդիկ կարողանում են ավելի լավ ներկայացնել իրենց ձեռքբերումները, փորձենք այսպես բացատրել։ Կարծիքներ ունենք։ Մարի, եւ եթե վերցնենք հոգեբանի մասնագիտությունը մի պահան տեսվել էր, հիմա կրկին է դարձել է շատ սիրված մասնագիտություն եւ ակտուալ, դա նաեւ նրանից է, որ թանկացել է այս մասնագետներին դիմելու, թեպետ միշտ էլ մարդիկ թանկ են համարել, երևի թե դա է պատճառը, որ շատերը չեն դիմել, այո, նախընտրել են մտերիմների հետ կիսվելով, դատարկվելով իրենց խնդիրը փարատել։ Որքանով է արդյունավետ նախ հոգեբանին դիմելը եւ ոչ թե ընկերների հետ կիսվելը եւ արդյոք դուք համարում եք, որ հոգեբանին դիմելը մատչելի է բոլորի համար, գները նորմալ են, եթե վերցնենք հիմա բուհից դուրս այս մասնագիտության առումով։ Իրականում համաձայն եմ ձեզ հետ, որ գուցե մեր իրականությունը այնպիսին է, որ գները մի փոքր ավելի բարձր են եւ այդքան էլ շատ մարդիկ կցանկանային դիմել, բայց չեն կարող իրենց թույլ տալ զուտ ֆինանսական դիտակետից, եթե նայելու լինենք։ Այս իմաստով, այո, շատերը կցանկանային, բայց իրենց թույլ տալ չեն կարող։ Մյուս կողմից հարցը, որ հնչեցվեց, դատարկվել, հարևաններ, ընկերուհիների հետ։ Այստեղ մենք պարզապես գործ ենք ունենում, այո, էպիզոդիկ, այդ իրավիճակում գուցեև մի փոքր թեթևություն զգա մարդը, եթե չկա հնարավորություն հոգեբանին, սա էլի
այն տարբերակներից է, որը ընդունելի է։ Սակայն այստեղ մենք գործ ունենք ավելի կենցաղային բնույթի հոգեբանության հետ եւ ոչ ավելի գիտական, ավելի նորմերով, էթիկական նորմերով, էլ չեմ խոսում այն գիտելիքների ամբողջ pašարը, որը 4 տարի սովորելով բակալավրիական մակարդակում եւ գումարած 2 տարի էլ մագիստրոսական, շատ դեպքերում ինքը եւս բավական չի լինում, որտեղ ամեն մի խնդիր ունի իր զարգացման շատ տարբեր ընթացքը, իր ֆինալը տարբեր կարող է լինել միևնույն գործոնների ազդեցության տակ։ Այսինքն սա այն մասնագիտությունն է, շատ լավ էր, որ ձեր հարցը հնչեցվեց, գուցե ես դրա մասին չխոսեի, սա այն մասնագիտություններից է, որ կարող է թվալ, որ ինքը դյուրին է, ինքը հեշտ է, դե ինչ կա, որ ես էլ հոգեբան կարող եմ, այո, փոխարինել հնարավոր է, բայց ամենևին այդպես չի, այն հոգեբանները, որոնք կայացած հոգեբաններ են, կփաստեն, որ իրենք դեռևս շարունակում են կարդալ եւ սովորել, որտեղ մենք գործ ունենք շատ նուրբ սուբստանսի հետ, դա հոգին է։ Եվ դրա հետ գործ ունենալը իսկապես պահանջում է շատ մեծ գիտելիքներ, գումարած նաև անձնային այնպիսի որակներ, որոնք հոգեբանը պիտի ունենա։ Եվ դրա համար նրանք, ովքեր ցանկանում են դառնալ հոգեբան, թող ամենևին չմտածեն, որ դա հեշտ տրվող մասնագիտություն է։ Շատերը կես ճանապարհից մի տեսակ կարծես զինաթափվում են, թուլանում են, որովհետև իսկապես ինքը հեշտ չի, անալիտիկ մտածողություն, բարդ մակարդակի մտածողություն է պահանջում։ Եվ դրա համար այն մարդիկ, որոնք համարում են, որ ունեն նաև այդ ռեսուրսը եւ աշխատասեր են, եւ սիրում են այդ ոլորտը, նրանք կարող են, այո, մուտք գործել ոլորտ։ Այո, շնորհակալ եմ, շատ հետաքրքիր, բազմակողմ եւ սիրով ներկայացրեցիք հոգեբանություն ֆակուլտետը։ Ֆակուլտետը այս մասնագիտությունը իրականում շատերին է հետաքրքիր եւ վստահ եմ այս ուսումնական տարում շատերը կդիմեն այսքան լավ կազմակերպված ձեր ֆակուլտետ, այսինքն Հայաստանում եվրոպական համալսարանի հոգեբանություն ֆակուլտետ եւ նաեւ նշելով ձեր տեսլականից ապագայի ունենալ ձեր կենտրոնը եւ այլն, վստահ եմ, որ ուսանողները կստանան շատ պրոֆեսիոնալ կրթություն, ինչը եւ այս մասնագիտության տեր մարդիկ ձգտում են։ Այո, պետք է լինել այստեղ մաքսիմալ, այո, որովհետև իսկապես շատ լավ նշեցիք, գործ ունենք հենց հոգու հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար եւ մենք այսօր սիրով ներկայացրեցինք Հայաստանում Եվրոպական համալսարանի հոգեբանություն ֆակուլտետը, այն ընդլայնվում է, այն բազմապրոֆիլ պրակտիկ գործունեություն է ապահովում ուսանողների համար, իսկ սա այն ֆակուլտետն է, որտեղ պրակտիկան պետք է շատ ակտիվ կազմակերպվի, որպեսզի հնարավորինս արագ փորձ ձեռք բերեն եւ իհարկե կյանքի կոչեն այս պահանջարկ ունեցող ամբողջ աշխարհում առաջնային top 10 մասնագիտությունների մեջ մտնող մասնագիտությունը։ Ես զրուցում էի Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարիկ Էլոյանի հետ։ Այսքան այսօրվա համար մոդուլի շրջանակում, եթե կան կրթության ոլորտին վերաբերող հարցեր, խնդիրներ, որոնք դուք կցանկանաք այստեղից մեր տաղավարից լսել, գրեք մեր Facebook-յան էջին, ինչպես նաև մշտապես հետևեք մեր հաղորդումներին, քանի որ մշտապես զարգացող եւ գլոբալ փոփոխվող աշխարհում կրթությունը միևնույնն է մնում է ամենակայունը եւ մենք այստեղ ներկայացնելու ենք դրա բազմապրոֆիլ ճյուղերը։ Այսքանը կհանդիպենք։